Բարի օր բոլորին։ Ուզում եմ մի երկու խոսքով անդրադառնամ այս մեր ազգի լավ տղա կոչվածներին, ովքեր դանակով են ման գալիս ու դրսում ապրելով ամեն օր այս լուրերը, որ լսում ենք, որ Հայաստանում մարդիկ իրար են դանգում, չգիտեմ, կարող է դա նորմալ բան է դառը շատերի համար, բայց ստեղ էդի լսելը շատ ցավալի է։ Ուղղակի հետաքրքիր է էլի այդ տվյալ մարդկանց գաղափարը, մտածելակերպը էլի։ Ասենք հարցեր, կռիվներ, անհասկանալի պահեր բոլորս էլ հասկանում ենք, որ ըլնում է բոլորիս հետ։ Էդի անխուսափելի է, բայց խի ասենք գլուխ չկա մտածելու, գաղափար չկա այդ հարցերին լուծում տալու։ Լավ, ենթադրենք, որ եթե գլուխ էլ չկա, ախպեր ջան, ձեռ ունեք, ոտ ունեք, խփեք իրար, խփնվեք, հարցերը լուծվի, անցնի էթա իրար դանգելը որն է։ Առանց էդ էլ հենա թուրքը սպանեց, բան չմնացինք ազգովի։ Էլ թուրք էլ պետք չի մեզի, հենա իրար կոտորենք, սպանենք, պրծնենք էթանք էլ։ Ուղղակի հետաքրքիր է էլի այս ձևի մարդկանց մտածելակերպը, գաղափարը, մոտեցումը։ Լավ խի, այտենց է հարցը լուծվում։ Իրար ամեն մի ստից բանի համը, էսի նրան սիգնալ տվեց դանգեմ, էսի նրա սիրածին սխալ նայեց դանգեմ։ Ասենք դրա լավ տղությունը ո՞րն է։ Ուղղակի ինձ հետաքրքիր է իմանալ էլի, դրա լավ տղությունը ո՞րն է։ Նման քայլ անելուց հետո մարդը ո՞նց կարա էթա պարկի իր գլուխը դնի իր բարձին հանգիստ քնի, մտածելով, որ ինքը լավ տղա է ու ինչ որ հերոսական քայլ արեց։ Չեմ իմանում, ինձ էդի անհասկանալի է։ Ուզում եմ խոսքս վերջացնեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքով, որ երբ որ Պետրոսը դանակ վերցրեց իր ձեռը ու փորձում էր դանակով պաշտպանել Քրիստոսին, խփեց այն ռոմեացի զինվորի ականջը կդրեց։ Քրիստոսը իրան մի խոսք ասեց, Պետրոս դանակը քիչ ձեռիցդ, որովհետև դանակով ապրողները դանակից էլ կընկնեն։ Հիմի ուզում եմ ամեն դանակով ապրողին այս խոսքը, որ հասնի, որ իմ սիրելի եղբայր, իմ ազգակից դանակով ապրողը Քրիստոսը ասեց դանակից էլ կընկնի։